Այսօր տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովը։ Համաժողովի շրջանակներում զուգահեռաբար տեղի են ունեցել մի քանի պանելային քննարկումներ։ Շիրակի մարզպետ Դավիթ Հարոշանյանը ելույթ է ունեցել հայ-ռուսական միջտարածաշրջանային 10-րդ համաժողովի լիագումար նիստին։ Հայաստանի և Ռուսաստանի միջև միջտարածաշրջանային համագործակցությունը կարևոր դեր ունի մեր բարեկամ երկրների միջև գործընկերության, զարգացման և ամրապնդման գործում և վստահաբար նպաստում է երկկողմ համագործակցության ընդլայնման ու նոր հեռանկարների նախանշմանը։ Անցկացվող համաժողովն ու կլոր սեղանները քննարկումները շատ լավ հնարավորություն են առավել սեր շփումների և թեմատիկ քննարկումների միջոցով վերհանելու հայ-ռուսական տարածաշրջանային համագործակցության ոլորտում արձանագրված ձեռքբերումներն ու բացթողումները, կրկին քննարկելու և հստակեցնելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր այն ոլորտները, որտեղ հնարավորություն կա սկսել կամ ակտիվացնել արդեն իսկ ձևավորված համագործակցության շրջանակները, այդ կերպ նպաստելով բարեկամ երկրների, մարզերի և համայնքների առավել սեր շփումների ապահովման ու բարեկամական կապերի ամրապնդմանը։ Վստահ եմ այս համաժողովի ակտիվ շփումներն արդյունավետ և արտասաբեր են լինելու։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը լուրջ քայլեր է ձեռնարկում տարածքների համաչափ զարգացման ու տնտեսական ակտիվության բարձրացման համար, համաչափ զարգացումը առաջնահերթ խնդիրների շարքում դիտարկելով։ Այս համատեքստում համոզված եմ, միջտարածաշրջանային ուղիղ շփումները լուրջ հնարավորություն են ստեղծում մարզերի տնտեսական, կրթական, առողջապահական, մշակութային կյանքի զարգացման, ինչպես նաև Հայաստանի և Ռուսաստանի բարեկամական հարաբերությունների ամրապնդման համար։ Միջտարածաշրջանային 10-րդ հոբելյանական համաժողովը կարծում եմ նաև հնարավորություն է միջտարածաշրջանային մակարդակում արդեն իսկ ձևավորված կապերի և գործընկերության մասին խոսելու, առկա բացթողումները նախանշելու, բարձրաձայնելու և դրանց լուծման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու առումով։ Պետք է նշեմ, որ մինչ օրս Շիրակի մարզի և Ռուսաստանի Դաշնության տարածքային սուբյեկտների միջև մարզային և համայնքային մակարդակներում ձևավորված որոշակի համագործակցությունն արդեն ձևավորվել է։ 2009 թվականից սկսած Շիրակի և Ուլյանովսկի մարզերի միջև հաստատվել են բարեկամական հարաբերություններ և Հայաստանի օրեր Ուլյանովսկի մարզում միջոցառումների շրջանակներում Շիրակի մարզպետի և Ուլյանովսկի մարզ այցելության ժամանակ ստորագրվել է Ուլյանովսկի և Շիրակի մարզերի միջև մտադրությունների մասին արձանագրություն։ Այնուհետև ստորագրվել է առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային համագործակցության վերաբերյալ համաձայնագիր։ 2010 թվականի օգոստոսին Գյումրիում տեղի ունեցել վերականգնված պատվո կլոր հուշահամալիրի հանդիսավոր բացումը Ռուսաստանի և Հայաստանի նախագահների մասնակցությամբ։ 2011-ին կայացած հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության առաջին ֆորումի ժամանակ Ռուսաստանի Դաշնության Ուլյանովսկի մարզի կառավարության և Շիրակի մարզպետարանի միջև կնքվել է 2011-12 թվականների ընթացքում նախատեսված միջոցառումների արձանագրությունը։ Այնուհետև փոխադարձ այցելություններ ու տարատեսակ միջոցառումներ են անցկացվել նպաստելով մշակութային կապերի ամրապնդման ու փորձի փոխանակությունը տարբեր բնակավարներում։